Ու զավեշտ է, երբ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելուց, գաղտնարսումներ, ձայնագրություններ հրապարակելուց հետո Նիկոլը հրավիրում է խորհրդակցություն, ուշադրություն, անձնական տվյալների պաշտպանության համակարգի բախերը փոխումների մասին։ Ու մասնակցում են այն մարդիկ, որոնք իրենց մեծ քթերը խոթել են մարդկանց անձնական տարածքը։ Զավեշտ է, որ մարդկանց մասին, քաղաքական հակառակորդների մասին, ֆեյքերով, իրենց մամուլի միջոցներով ստեր տարածելուց հետո Նիկոլը գնում է Ֆրանսիա ինչ-որ ֆորումի ու ասում. արհեստական բանականությունը զարգանում է, բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված, պետք է պաշտպանել ճշմարտությունը, տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսի կրթությունից, բլա, բլա, բլա։ Սա Նիկոլն է ասում։ Մարդ, որը երևի ընդդիմադիր չի մնացել, ում անմեղության կանխավարկածը չխախտի, անձամբ